Ermənistan dövləti. Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի գործով Շինծու դատավարության հերթական նիստին 2 հայ են ելույթ ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Կամո Հայրապետյանն ու Մուշեղ Գրիգորյանը իբր ցուցմունք են տվել Վարդանյանի դեմ, մեղադրել Արցախի նախկին պետնախարարին Արցախում ջոկատներ ֆինանսավորելու, տարածքներ ականապատելու, ռազմական պահեստեր կառուցելու համար։ Ու իբր Վարդանյանը քարոզել է զինվել եւ կռվել ադրբեջանցիների դեմ։ Դատավարությունից Ազերթաչի հրապարակած 5 րոպեանոց ռեպորտաժում Հայրապետյանի եւ Գրիգորյանի ուղիղ խոսքը խլացված է։ Անգամ հասկանալի չէ, թե ինչ լեզվով են նրանք ելույթ ունենում եւ ինչ են իրականում ասում։ Նրանք Արցախում են մնացել 2023 թվականին Արցախի բռնի հայաթափումից հետո։ Կամո Հայրապետյանի Հայաստանում գտնվող հարազատները անակնկալի են եկել Բաքվի դատարանում տեսնելով նրան։ Հարազատները, որ ցանկանում են գաղտնի մնալ, մեզ հետ զրույցում ասացին, ամեն շաբաթ տեսակապով խոսում են Կամոյի հետ, հարցնում են որպիսությունը, ավել հարց չեն կարող տալ։ Որ պետք է Բաքու դատարան գնար, չգիտեին, կարծում են Կամոյին ստիպել են ցուցմունք տալ Վարդանյանի դեմ։ Կամոյի հորը սպանել են ադրբեջանցիները Բաքվում մետրոյի Գյանջլիկ կայարանի մոտ Արցախյան հակամարտության առաջին տարում։ Նրան ստիպել են բացատրագիր գրել, թե հայրը մահացել է սրտի կաթվածից, այն դեպքում, որ տղամարդու մարմնին դանակի 17 հարված է եղել։ Արցախից դուրս չգալու դրդապատճառը ըստ հարազատների եղել է այն, որ չի ցանկացել եւս մեկ անգամ տեղահանվել եւ իր հողից հեռու ապրել։ Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ դատավարության ընթացքում ելույթ ունեցած մյուս հայը Մուշեղ Գրիգորյանը Արցախում հայտնի գիպսի միշիկն է։ Նա ադրբեջանցիների քարոզչական շոուների մասնակից էր դարձել դեռ 1 տարի առաջ։ Ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկը նրա մասին ռեպորտաժ էր պատրաստել, թե ինչպես է հանդիպում ադրբեջանցի հին ծանոթին ու թե ինչ գոհ է իր կյանքից Ադրբեջանի իշխանության օկուպացրած Արցախում։ Ադրբեջանական դատարանում հային հայի դեմ հանելով Բաքուն միանգամից մի քանի հարց է փորձում լուծել, իր վրայից մաքրել ցեղասպանի խարանը եւ Հայաստանի դեմ նոր մեղադրանքի համար հող նախապատրաստել, կարծում են ադրբեջանագետները։ Վարդանյանի գործով Շինծու դատավարությունը կշարունակվի մարտի 18-ին։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայրուր։